մանկապարտեզների թեմային, առնվազն իրականություն չի ձեր ասածը, ես որպես արդեն իսկ լուծված հարց որոշել էի չանդրադառնամ, բայց բառացիորեն 2-3 ամիս ա տևել, մինչև սենց ոչ հրապարակային պաշտոնական առանց ընթացք տալու, միջանցքներում տարբեր չինովնիկների տենալով, մի կերպ հնարավոր է եղել Արցախում բենզակայանի պայթյունից տուժած հորը կորցրած 3 երեխա ունեցող ընտանիքի 3-րդ երեխայի մանկապարտեզի հարցը 3 ամսում շատ դժվարությամբ սենց ինչ-որ չգիտեմ, էպոպեայի միջոցով լուծել, հենց որ իրականությանը մոտիկ բաներ ասեք, ինչ վերաբերում եմ արժանապատվին, ես որ պայքարում եմ տարբեր արատավոր երևույթների դեմ նախկինում, դուք երևի չգիտեմ, դեռևս հենց այդ նույն մանկապարտեզներն եք փորձում ընդունվել։ Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, Ժորժ ջան, ուրեմն այստեղ նոր ասեցին էլի արդեն, որ ասում արդեն մեր տներին են հասնում, հիմա նորից մի քիչ առաջ հակակոռուպցիոնը 2 հոգու տարավ, մարից գալիս են այս դահլիճ, զգում եք, մոտիկանում են այս դահլիճին, ու այս ապակիներն էլ չի օգնելու, եթե այնտեղ կապեպել դրվի, մի օր հակակոռուպցիոնը այս դահլիճ էլ է մտնելու, նես որ այդ ամեն ինչը նկատի առեք, ու հենց այդ նույն մանկապարտեզների թեմայով, այդ ոնց է լինում է, որ տենց կամ քրեական գործեր կա, կամ ասում են փողը տվել էին, գործի մեծ մասը արել էին, բայց ավարտական ակտը չկա, չենք ընդունել ու տենց 2-3 տարի այդ մանկապարտեզը կարա տենց մնա, մինչև քրեական գործերը պարզվի, տուժուտուգակ կիրառվի, միտեղ էլ ընդհանրապես վաղուց քրեական գործ կա, ընթացք չկա, եկեք այդ բզեզի բունը մի քանդեք, դարից շահեկան ոչ մի բան ձեզ համար դուրս չի գալու։ Հիմա Սուքիասյան հարցի վերաբերյալ բան կա ասելու։ Հարցի վերաբերյալ այո, կա ասելու, ուրեմն նախ ուզում եմ անդրադառնալ վերջին 2 նիստերին, այդ վերջում, որ վեր եք կենում ու գնում եք։ Ժողովուրդ, նոնսենս է ու անոմալիա է, որ իշխանությունը իր իսկ հրավիրած նիստից վերջում վերակենում դահլիճի ճողոպրում։ Դա նորմալ չի։ Դա վստահ եք ձեր ասելիքի մեջ, կասկածներ չունեք, մնացեք, նստեք, բանավիճեք, ինչի մասին է խոսքը, նույն տրանսպորտի հետ կապված։ Բայց դուք ոնց կարայիք մնայիք բանավիճեք, որովհետև արդեն նախորդի գործակարգավարականի ժամանակ անգամ իսկ Տիար Ավինյանը ընդունում է, որ այո, բոյկոտը կա, եւ եթե չլիներ բոյկոտի սոցիալական բազա, բոյկոտի կոչանողները ուզում է առօտից իրիկու բոյկոտ քարոզեն, բոյկոտը չէր լինի։ Այսինքն դրանով երևաց, որ դա ունի հասարակական լայն պահանջ այդ բոյկոտը։ Ու այդ բոյկոտի իրողությունը անհնար է հերքել։ Անդրադառնալով վերջին շրջանի իրադարձություններին եւ կենտրոնանալով, չգիտեմ, նորքում տեղի ունեցածի վրա, ես ուշացած հրաժարականի դիմումը մյուսը այդ ամեն ինչը դարձնում է շատ գրոշի արժեք չունեցող։ Արձագանք չեղավ, ընդամենը ինչ-որ դատապարտում ու վերջ, որը կանաչ լույս վառեց այն մարդկանց համար, ովքեր մտադրված էին հարձակվել Ստեփանյան Գևորգի ընտանիքի վրա։ Այսինքն ինչ-որ մարդիկ կարող բացահայտ ծեծ ու ջարդ անեն, պատասխանատվության չի ենթարկվեն, ովքեր որ մտնելով անցնում է ծածուկ ինչ-որ բան են, նրանք կանեն ու կանեն։ Այսինքն մեկը մյուսի օրգանական շարունակությունն է։ Ու այդ ինչ-որ մատ երիտասարդ են ձերբակալել, որ ընդհանրապես որպես կապ չունի, չի կարող ունենալ Գևորգ Ստեփանյանի հետ։ Հիմա ո՞վ է դրա կազմակերպիչը, տենց ովքեր են, այդ ամեն ինչը մի օր դուրս է գալու ջրիերես։ Այդ ամեն ինչը մի օր դուրս է գալու ջրիերես ու բոլոր նրանք, ովքեր պետք է ինչ-որ բան անեին, բայց չեն արել, նրանք էլ են պատասխան տալու, բոլոր նրանք, ովքեր որ պիտի ինչ-որ բան չանեին, բայց արել են, նրանք էլ են պատասխան տալու, ոչ մի իշխանություն հավերժ չի։ Եվ այդ նույն այդ մանկապարտեզների թեմաները, այդ լիլանարները, այդ արտոնյալ վիճակները, ավարտում եմ հիմա, բանից պարզվում է, լիլանարը ոչ միայն շինարարություններ է անում, Նուբարաշենում էր նոր տարվա հանդես է կազմակերպում։ Այդ ինչ տենց բազմապրոֆիլ տենց ֆիրմաներ են էլի, տենց բարեհաճություն են վայելում, մի օր երևի բանվորները շորերը փոխում դառնում է ձմեռ պապ էլի, տենց բազմակողմանի ծառայություններ են մատուցում, եւ հիմա այդտեղ քաղաքացիներ կան, որ
ասել են, որ հնչեցնենք Նոր Նորքի 4-րդ զանգվածի առաջին հատվածի միակ ամենամեծ խաղահրապարակը, բազմաբնակարան շենք, քաղաքացիները խնդրում են, որ չկառուցվի եւ այդ քաղաքացիները ներքևում են, ասեցին, որ հնչեցնենք այդ մասին այստեղ։